Ժողովուրդը գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն աղմուկները չեն դադարում։ Արմլուրի տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված քրեական գործի շրջանակներում արդեն 5 անձ է ձերբակալվել, որոնց թվում նաև հայտնի Հավանա եւ Park Bridge ռեստորանների սեփականատերերը 25 միլիոն դրամ կաշառք տալու կասկածանքով։ Խնդիրը սակայն այս դեպքը չէ միայն ԿՊ վարչության անդամ։ Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շուրջ այս աղմուկը կրկնվում է պարբերաբար տարբեր դերակատարներով։ Մի օր քաղաքապետարանի շենքից են ձերբակալում աշխատակիցների, մի օր վարչական շրջաններից, գրեթե բոլոր դեպքերը կաշառքի գործեր են։ Տպավորություն է կոռուպցիան քայլում է Ավինյանի ստվերով, համակարգից համակարգ, աշխատակցից աշխատակից։ Քաղաքապետը պարտավոր է հստակ ու հրապարակային պատասխան տալ, ինչպես է ստացվում, որ իր ղեկավարած կառույցը պարբերաբար հայտնվում է կոռուպցիոն բացահայտումների էպիկենտրոնում։ Հանուն Երևանի վստահության լռությունը անթույլատրելի վարքագիծ է, գրում է թերթը։ Հրապարակում կարդում ենք ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը փոթորիկ է առաջացրել իշխանական ֆրակցիայում, խմբակցության մեծամասնությունը դեմ է նախագիծն այս տեսքով ընդունելուն։ Թերթին լրագրողը 3 խորհրդարանում ամբողջ օր ականատես է եղել, որ ինչ հերթեր են կուտակվում Սարգսյանի աշխատասենյակի առջև։ Նա պատգամավորների խմբերի է ընդունում, փորձում է հիմնավորել, համոզել Սարգսյանի սենյակում մի քանի ժամ անցկացրել է նաև Հայաստան դաշինքից դուրս եկած պատգամավոր Գեգամ Նազարյանը։ Մի քանիսը մասնավոր զրույցում ասել են, որ բանակից գումար վճարելով ազատվելու մասին օրինագիծը սոցիալական ծայրահեղ բևեռացման է տանելու։ ԿՊ խմբակցությունը պահանջում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գա խորհրդարան ու իրենց բացատրություն տա, թե ինչու է կառավարությունը կողմ այդ նախագծին, թե երբ կլինի հանդիպումը հայտնի չէ։ ԿՊԱ-ական Սարգսյանը նաև ընդդիմադիր պատգամավորներից ոմանց հետ իր նախագծի հետ կապված քննարկումներ է ունեցել, մի քանիսի հետ անգամ ԱԺ-ից դուրս, գրում է թերթը։ Ժողովրդի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ ԱԺ-ԿՊԱ-ական պատգամավոր մամուլում շիշ բռնող մականունով հայտնի Հայկ Սարգսյանի ժամկետային զինծառայությունից փողով ազատվելու նախագիծը թեժ քննարկումներ է առաջացրել նաև ԿՊ վարչության նիստին։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագծում առկա խնդիրները, կողմ ու դեմ տեսակետներն է բացատրել։ Փաշինյանը պահանջել է կոնկրետ քննարկումներ ունենալ, նախընտրական այս փուլում նախագիծը իրենց ռեյտինգի վրա վատ ազդեցություն չունենա, թերթի աղբյուրը նշում է մայիսի 29-ին Պապիկյանը ԱԺ է գալու ԿՊ խմբակցության փակ նիստին մասնակցելու, այդ նախագիծը քննարկելու։ Թերթը հիշեցնում է, որ նախագծի համաձայն քաղաքացիներին հնարավորություն կտրվի վճարել գումար ժամկետային զինծառայությունից ազատվելու կամ դրա փոխարեն այլ ընտրանքային ծառայության անցնելու համար։ Նախագծի մանրամասները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել, բայց ըստ շրջանառվող տեղեկությունների վճարի չափը, դրա կիրառման պայմաններն են քննարկվում։ Այս նախագիծը հակասում է սահմանադրությանը եւ օրենքներին, քանի որ զինծառայությունը Հայաստանում պարտադիր է։ Հիմա մականունավոր պատգամավորը բանակում ծառայելու մենյու է առաջարկում, ինչը տարբեր փորձագետներ հակահայկական ու հակազգային են բնութագրել։ Հրապարակը գրում է դեռ մի քանի ամիս կա ԿՊ վարչության նիստերին, բայց իշխող խմբակցությունում գրեթե վստահ են, ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամ։ Արդեն գրել ենք, որ ներքին որոշումներ են կայացվել։ Վարչությունում ամեն երրորդը պետք է կին լինի, եթե վարչության կազմը չընդլայնվի, ստացվում է 15 հոգանոց կազմում 5 կանայք կլինեն։ Ըստ ԿՊԱ-ականների կանխատեսումների, ներկայումս միակ կին ներկայացուցիչ Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում, քանի որ ինչ-ինչ հարցերում ընդդիմացել է առաջնորդին, անգամ քննադատել ոմանց կոռուպցիոն պահվածքը։ Նրան չընդգրկելը կհիմնավորեն, թե Դավոյանին ուղարկում են տուն երեխա պահելու։ Նա հղի է, գրում է թերթը ու շարունակում, կանանց քվոտայով այդ 5 տեղերը բաժին կհասնեն Արուսյակ Մանավազյանին, որը Փաշինյանի կասիրն է, եղել է նրա թերթի հաշվապահը։ Իսկ այժմ ամենավստահելիներից է ու տեղեկացված իշխանական ստվերային գործարքներից։ Կլինի Անահիտ Ավանեսյանը, որի նկատմամբ Փաշինյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի, Ծովինար Վարդանյանը, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, իսկ մնացած 2 տեղերի համար պայքարը կգնա Արուսյակ Ջուլհակյանի ու Հասմիկ Հակոբյանի, Հերիքնաս Տիգրանյանի միջև, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Մակունցի։ Փաշինյանը որոշել է պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նրան հետ կան
կանչել, չնայած նա ամեն ինչ անում է, որ մնա ԱՄՆ-ում, շարունակի պաշտոնավարել, բայց ստիպված է վերադառնալ։ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցը ամբողջությամբ ցախողել է Սփյուռքի կառույցների, լոբիստական կազմակերպությունների, հայ դատի գրասենյակների հետ աշխատանքը, չի կարողացել Թրամփի հետ համագործակցության եզրեր գտնել, քանի որ բացառապես Բայդենի վարչակազմի հետ էր շփվում ու նրան երրորդ ժամկետ թողնելու իմաստը չկա, գրում է թերթը։ Հնարավոր է դեսպանի պաշտոնում նրան փոխարինի սոցհավնախարար Նարեկ Մկրտչյանը։ Ժողովրդում էլ կարդում ենք Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը կարծես շտապել է բարձրաձայնել հերոսության մասին, հայտարարելով, թե իբր ինքն է բացահայտել քննչական կոմիտեի շենքի չհրկիզվող պահարանից աղմկահարույց գողության դեպքը։ Երեկ քննչական կոմիտեի նախագահը հանրայինի եթերում հայտարարել է, թե դեպքը բացահայտվել է քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, երբ քննիչը տեսել է առերևույթ հանցանք կատարած անձին, քննիչի հետևողականության արդյունքում հետագայում հնարավոր եղավ բացահայտել հանցանք կատարած անձին, իրավապահ համայնքում այս հայտարարությունը մեղմ ասած վրդովմունք է առաջացրել։ Ուժային կառույցի աշխատակիցները վրդովել են, թե ինչի է կոմիտեի նախագահը ՆԳՆ-ի հակակոռուպցիոնի ու ԱԱԾ-ի աշխատանքը վերագրում միայն քննչականին, երբ իրականում դեպքի բացահայտման գործում առանցքային դեր է ունեցել ԱԱԾ-ն, հակակոռուպցիոն կոմիտեն ու ՆԳՆ-ն, որոնք շուրջօրյա ռեժիմով աշխատել են, անցել տեսախցիկների հետքերով, իրականացրել օպերատիվ գործողություններ, իսկ Պողոսյանը ընդամենը հաղորդում ներկայացնողն է եղել, որ նման դեպք է արձանագրվել, գումար է հափշտակվել ու առանց կարմրելու փաստացի հայտարարել է, թե ինքն է բացահայտել դարի հանցագործությունը, գրում է Ժողովուրդը։